Մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա հաջորդ թեման՝ մայիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնը ներկայացնում է Գարնան ամենավառ եւ գունային պարային երեկոն։ Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի բարեկամություն պետական անսամբլը հանդես կգա Գարուն Երևան շքեղ համերգային ծրագրով։ Իսկ մեր հյուրերը ինչպես արդեն կռահում եք այդ ներկայացուցիչներն են այդ ասամբլեի ժողովրդական երաժշտության ու պարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի բարեխմբի արտիստներ Անի Մելյանն ու Սուսաննա Մանուկյանը։ Բարի լույս աղջիկներ։ Բարի լույս։ Շատ գեղեցիկ եք, չենք կարող նախ դրա մասին չանդրադառնալ, այսպես սլացիկ, գեղեցիկ, իսկական այսպես պարուհիների։ Նայդյան ու հեզաճկուն։ Եթե Երևանում տեսնեի, վստահ կկռահեի, որ այդ մասնագիտության կրողն եք։ Եկեք խոսենք մայիսի 14-ից, ինչու Գարուն Երևան։ Դե նախ առաջինը, որ մենք ունենք նման վերնագրով, այսպես ասած, պարային համար Արամ Խաչատրյանի Գարուն Երևան ստեղծագործության երաժշտության հիման վրա մենք պարում ենք այդ համարը, համահունչ է գարնանային շնչով, մեր այս համերգը, որը նվիրված է Գարնանը, այդպես այդ խորագրին են ընտրել։ Ինչո՞վ է տարբերվում օրինակ այս մայիսի 14-ի համերգը նախորդ տարիների համերգներից։ Մեր համերգները հիմնականում միշտ գունեղ են իրենց ծրագրով, բազմազան գեղեցիկ համարներ միշտ ունենք։ Այս համերգը նույնպես չի տարբերվում, բաղկացած է նախ ասեմ երկու բաժնից, առաջին բաժինը հիմնականում հայկական ժողովրդական պարեր են, իսկ երկրորդ բաժնում ավելի շատ տարբեր ազգերի պարեր են, նաև կլասիկ եւ մոդեռն։ Ունենք նոր վերականգնված համարներ, շարունակեմ պատասխանը, տարբերությունը կարելի ասել հիմնականում կանում է նրանում, որ դրամատիկ, ավելի այդպես ծանր խորագրով պարային համարները զետեղված չեն երևի, թե ավելի թեթև, ավելի գունեղ, ավելի ուրախ տրամադրություն, որովհետև մեր պարացանկը շատ տարբեր է, բազմաժանր է, ունենք շատ տարբեր բնույթի պարեր, եւ դրամատիկ, եւ ուրախ, այսպես ասած, եւ հեզաճկուն, եւ դրամատիկ։ Դրա համար փորձել են, այսպես ասած, ավելի ներգրավել, ուրախ, ավելի թեթև, ավելի գունեղ, գեղեցիկ պարային համարները։ Օրինակ ձեր համար, Անի, Սուսաննա, ամենաայսպես սպասված համարը որն է լինելու։ Այսպես առանձնացնելու ծերեությունն է այդ համարը, այդ կատարումը, այդ ստեղծագործությունը։ Ես կոնկրետ այս համերգի մասին է խոսքը, կարծում եմ, կարող եմ առանձնացնել Մանսուրյանի Մեղեդին այս համերգի մեջ, երևի թե դա ինձ համար ավելի կարևոր համար է։ Ինձ համար կարծում եմ Գնչուականը, ավելի ակտիվ, էներգիայով երևի ամենալի համարներից է։ Երկրորդ մասում է։ Այո, լավ, որ եւ մեր ազգային պարարվեստի սիրահարները, երկրպագուները այսպես կարող են վայելել եւ առհասարակ տարբեր ազգերի այսպես հավաքածու եք ներկայացնելու այս անգամ։ Մեր համերգները գրեթե միշտ են այդպես, շատ տարբեր է, միատոն չի, ներկայացնում ենք շատ տարբեր համարներ եւ ազգային, եւ տարբեր ազգերի, եւ ժողովրդական, եւ մոդեռն, հանդիսատեսը հաստատ չի ձանձրանում, անընդհատ ինչ-որ նոր մի բան է իր համար բացահայտում։ Որ երկրներինն են այս տարի ներգրաված երկրորդ մասում, քանի որ Գնչուականը ասեցիք, այլ ինչ պարեր ենք տեսնել։ Ունենք նոր համար, որը իրականում շատ քիչ է պարվել, դա չինական բաժն է։ Արդեն պարթությունը պատկերացնում է։ Շատ գեղեցիկ, այսպես ասած չինական լիրիկական պարեր, իրենք շատ տարբեր ոճի պարեր ունեն, մերը ոնց որ լիրիկական տարբերակն է, իր այդ հանգստության, մեղմության մեջ բավականին բարդ է, որովհետև ի տարբերություն մեր հայկական լիրիկական պարերում մարմնի շարժման տարբեր է շատ, հակառակ այսպես ասած շարժումներ են, թվում է թե պետք է լիրիկական պարերը բոլոր ազգերում նույնը լինեն, բայց չէ, տարբերվում է բավականին։ Հասարակ ամեն ինչով է Չինաստանը տարբերում, եթե մեր մոտ սա աչ է, բոլորս գիտեն սա աչն է, իրենց մոտ ծախն է մատնանշելու, այդպես առիթ ունեցել ենք անդադար Չինաստանում իրար հակառակը հասկանալու, հետո ասեցինք ինչ ասում ենք, մեր հակառակը եկեք անենք, երևի իրենց մոտ դա է, աստորեն բարի մեջ էլ։ Այդպես բարի մեջ էլ այդպես եղել։ Ունենք նաև հունական պար, դե Գնչուականը արդեն նշեցի, այդքանն է։
Իսկ հայկական ժողովրդական պարերից որոնք են, որոնք օրինակ մեզ ավելի ծանոթ են, այսպես անուններ կարող եք բարձրացնել, որ մենք միանգամից պատկերացնենք։ Վարդագույն աղջիկներ։ Այդպես հայկական ժողովրդական ճիշտ ասած կարող է պատկերացում կազմել մարդիկ, որ ազգագրական է ավելի, բայց մեր անսամբլը այդպիսի պարեր քիչ ունի, ամենքը ավելի դասականացված տարբերակում ենք, այսինքն հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա մեր պարային բեմադրությունները, ինչպես նշեցինք Արամ Խաչատրյան, Ավետ Տերտերյան, Տիգրան Մասուրյան, ուզում եմ ասեմ, ավելի դասական գործերի հիման վրա են, էլի ժողովրդական, որ ասում ենք, մի փոքր ազգային չպատկերացնի հանդիսատեսը այս։ Ինչպես է ընտրվում խաղացանկը։ Ճիշտ ասած, երևի թե մենք այդ հարցին չենք կարող լիարժեք պատասխանել, պետք է դիմենք մեր գեղարվեստական ղեկավարի բարեկամ Պալետրեստր Զորա Բակալյանին, այո, որովհետև նմանատիպ հարցերով երևի իրան է պետք դիմել, բայց կարծում եմ այսպես ասած առաջնորդվում են տվյալ համերգի բովանդակությունը։ Դե ինչպես նշեցինք, այս համերգը Գարնանն է նվիրված, ավելի այսպիսի համարներ մենք 1 ամիս առաջ ունեցել ենք մեր գեղարվեստական ղեկավար Նորայր Մերաբյանի 85-ամյակին նվիրված մեծ մենահամերգ, շատ պատասխանատու մեզ համար։ Այդտեղ արդեն ամբողջությամբ այլ ծրագիրեր, ամբողջությամբ այլ բարեկամություն անսամբլ էին տեսնում, այսինքն ոչ թե այլ տեսնում էին ամբողջական պատկերը բարեկամություն անսամբլի, որովհետև գրեթե զետեղված էին բոլոր բեմադրությունները Նորայր Մերաբյանի կողմից արված։ Այս համերգին միայն իր բեմադրությունները չեն, նաև այլ խորեոգրաֆների բեմադրություններ են, ամեն համերգի տարբեր ձևով ենք ներկայանում։ Ինձ հետաքրքիր են նաև նախապատրաստական աշխատանքները, որտեղից է սկսվում աշխատանքը, միանգամից բեմում են լինում փորձերը, թե կուլիսներում են լինում եւ ինչքան ժամանակ են տևում նախապատրաստական աշխատանքները։ Տեսեք, աշխատանքները կարծում երբեք չեն դադարում։ Մենք միշտ փորձերի մեջ ենք, որովհետեւ հիմնականում միշտ պատասխանատու համերգներ ենք ունենում կամ երբ որ երկրից դուրս ճամփորդում ենք, նույնպես շատ մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այդ հարցին, մեր փորձերը միշտ անցնում են բուրըն, շատ լարված, միշտ աշխատանքը շատ է մեզ մոտ եւ որպես կանոն մենք երբեք մեկ համերգի չենք պատրաստվում, այսպես ասած, միաժամանակ մեկ ամսվա ընթացքում երևի թե մի 2-3 համերգ, կոնկրետ այս ամիս շատ բուրըն էր մեզ մոտ, սկսել է այդպես բուրըն եւ դեռ մինչեւ ամսվա վերջ պետք է շարունակվի, որովհետեւ պլաններում ունենք միայն այս 14-ի համերգը չի, ունենք նաեւ 22-ին հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված միջոցառմանը մեծ պատիվ ունենք բարեկամություն անսամբլի մեծ պատիվ է շնորհվել ներկայանալ, դա շատ մեզ համար կարևոր է եւ ամսի 28-ին այդ հաղթական օրվա հետ կապված մենք դա կնշենք Էջմիածնում, մեր Էջմիածնի հանդիսատեսին կնվիրենք գեղեցիկ համերգային երեկո, դեռ այսքանը մենք գիտենք, չգիտենք Զորա Բակալյանը ինչեր է պլանավորել մեզ համար, այսքանը մեզ է հայտնի։ Դուք անսամբլում երիտասարդ սերունդն եք թերևս ներկայացնում ավելի լավ մի համեստություն։ Ամեն դեպքում, ինչպես տեսնում եք, Սուսաննան գոնե հաստատ երիտասարդ սերունդը ավելի ներկայացնում է։ Ինչպիսին են ձեր հասակակիցների հետաքրքրությունը ոլորտին, ազգային երգու պարին։ Այդպես կարծում եմ առանձին հիմնականում բարեկամություն պետական անսամբլում եկողները միշտ գիտեն մեր ոճը, այսինքն մենք իրականում շատ ենք տարբերվում այլ անսամբլներից, որովհետև մեր մոտ միշտ ամեն ինչ ավելի դեպի դասականն է, այդքան ազգային, հա, միգուցե, չգիտեմ, ժողովրդական այդքան էլ չի, որովհետև մեր հիմքը միշտ դասականն է եւ Դե քանի որ այսպես ասած կադրերը համալրվում են դասական հիմք ունեցող արտիստները միայն, այսինքն շատ լավ է ազգային պարողներին մենք շատ հարգում ենք եւ դա եւս շատ կարեւոր ու շատ լավ մասնագիտություն է, բայց քանի որ մեր մասնագիտական պրոֆեսիոնալ մակարդակում է դասական հիմքը շատ կարեւորվում է մեր անսամբլում եւ բնականաբար արտիստը, որը ընտրում է բարեկամություն անսամբլը եւ ուզում է ցանկություն է հայտնում, պետք է ունենա այդ տվյալները, ունենա դասական հիմք, տիրապետի տարբեր ազգերի պարերին, ոչ միայն հայկականին, դրանով հանդերձ ամեն դեպքում մեր անսամբլը շատ հայկական է իր հոգով, ինչպես ասում են Նորայր Մերաբյանը,
այդ հայկական ոգին պետք է ցույց տալ ամեն բարի մեջ, այդ էմոցիան, որը բնորոշ է միայն հայերին։ Ասում է վիդեոսկա խումբ այդպես հավասար գեղեցիկ ժպտում է եւ բարում է, բայց մեր հայ աղջիկները այն էմոցիան, որը տալիս են, բնականաբար իր համար ավելի արժեքավոր է եւ ես կարծում եմ ոչ միայն Նոյար Միրաբյանի, կարծում եմ մեր հայ հանդիսատեսի համար է եւ առհասարակ ուզում եմ նշել, որ մենք շրջագայում ենք բավականին հաճախ եւ տարբեր երկրներ եւ մեր հանդիսատեսի շարքում լինում են ոչ միայն հայ հանդիսատես, շատ ուրախալի է մեզ համար, որ մենք ելույթ ենք ունենում նաեւ տարբեր ազգերի ներկայացուցիչների դիմաց եւ հաճելի է, որ դու տեսնում ես, որ այլ ազգի ներկայացուցիչը կարողանում է լիարժեք գնահատել եւ հասկանալ այն, ինչ դու մատուցում ես, թեկուզ հայկական ժողովրդականը կլինի, թե դասական պարը կլինի, ինքը տեսնում է այդ հայկականը քո աղջիկական հարց, այսպես նայում ու հիանում ենք, անմիջապես մտակ ու այդ ակնհայտ էր ձեր այսպես նազանի տեսքը, խնամված, որքանով է ձեզ հաջողում այսպես լինել այդպիսին, լիքը բաներից հաստատ ձեզ զրկում եք դուք, բավական այսպես գայթակղիչ առաջարկներ կարան լինեն համտեսի ու ամեն առումով։ Քուն ռեժիմ, ընտանիք է նաև դրան զուգահեռ, ինչպես է հաջողվում մնալ այսպես հմայիչ ու գեղեցիկ։ Շնորհակալություն իհարկե կոմպլիմենտների համար, մեզ համար էլ է հետաքրքիր, ինչպես է հաջողվում։ Դժվար չէ։ Գենետիկա։ Աշխատանք։ Հա, քանի որ փորձերը շատ են, իսկ թվում է ֆիզիկական ակտիվությունը շատ բարձր մակարդակի վրա է, ամենօրյա ռեժիմով։ Ամենօրյա, այո, ամենօրյա ստաբիլ աշխատանք, դասական պար, այնուհետև փորձեր, իսկ սննդակարգ այդպես Սուսանանը կարծում եմ կարծի, մենք հատուկ որը ասենք սննդակարգ ենք պահպանում, չէ։ Ուրեմն հրաշալի գեներ եք ժառանգել։ Առողջ եք սնվում, այո, որովհետև դե պետք է առողջ լինենք, որ կարողանանք այդքան էներգիա ունենալ ապրելու համար։ Քանի որ շրջագայություններից խոսեցիք, ինձ հետաքրքիր է, որ երկրներում եք եղել ամիսներ առաջ, որտեղ եք պատրաստվում գնալ, որտեղ եք տպավորվել ամենից շատ։ Ֆրանսիայում ենք եղել, էլի շատ երկու համերգ ենք ունեցել, մեկը Փարիզում, մեկը Մարսելում, շատ հիանալի համերգներ ենք ունեցել, մեր հանդիսատես, ինչպես գիտեք, այո, հետո արդեն Հունաստան, Ճապոնիայում նաև անցյալ տարի ունեցել ենք այո շրջագայություն եւ Ֆրանսիա եւ Հունաստան եւ Ճապոնիա իհարկե Ճապոնիան պետք է առանձնացնել, որովհետև առաջին անգամ էինք նախ այդ երկրում։ Հանդիսատեսը ճապոնացիներ կային, թե այո, կարելի ասել 90% ճապոնացիներ էին եւ տարբեր ազգեր, որովհետև էքսպոյի շրջանակներում էինք, այնպես որ միայն ճապոնացիներ չեն, բայց պետք է նշեմ, որ ճապոնացիները ընդհանուր առմամբ հիացած են մեր հայկական մշակույթով, շատ հաճելի զգացողություն է, որ իրենք այդքան հարգալից են վերաբերվում մեզ, մեր մշակույթին, մեր ազգին եւ անգամ հայերեն բառեր էին սովորել, մարդիկ այդքան հարգանք ունեին մեր հանդեպ, ողջույնի այո խոսքեր, իրենք հայկական բառերին անգամ տիրապետում են, ես ձեզ ասեմ, բաներ կա, որ գիտեն, Երխուշտա տղաների բառեր, ազգան։ Թվում է ակտիվ երկխոսության մեջ եք, զարգացվածությունը նաև այդտեղ է երևում, ուրիշի ազգի մշակույթի հանդեպ հարգանքը, իսկ իրենք այդ դա շատ ունեին, ես կոնկրետ դրանով եմ տպավորված Ճապոնիայում եղած ժամանակ շատ ենք շրջակայել առհասարակ անսամբլը, եղել է Չինաստանում 2 անգամ, դե Հունաստանը նշեցինք, որ մի քանի անգամ եղել ենք, Ռուսաստանում Սանկտ Պետերբուրգ քաղաքում ենք եղել, Բելարուսիայում ենք եղել, Լիբանանում ենք եղել, տարբեր շատ ասելու ես էլ եմ գնում շատ բավական շատ է մեդալի հակառակ կողմը հասցնում եք օրինակ տեսնել երկիրը, քաղաքները, թե այդպես գիտեք այդ բոլոր երկրների օդանավակայանները։ Չէ, դա այդպես չէ։ Հասցնում ենք մի քանի կարևոր տեղեր լինել, բայց միևնույն է մենք գիտենք, որ մեր նպատակը մեր մշակույթը ներկայացնելն է։ Այո, կարևորը առաջինը գործը, հետո նոր եթե ժամանակ է լինում, նոր արդեն կարող ենք մի փոքր շրջել, տեսնել, մենք ինքներս էլ հավատացեք, ճիշտ շատ կուզենանք տեսնել ինչ որ բաներ, բայց եթե գիտենք, որ պատասխանատու ելույթ ունենք, դե մերն էլ մարմնի հետ է կապված, եթե քայլենք, հոգնենք, մարմինը տանջենք, հաջորդ օրվա համերգը բնականաբար կզիջի։ Թվում է թե ամեն ինչ էսպես փայլուն միանգամից, բայց դրա հետևում հսկայական աշխատանք կա կատարած։ Շնորհակալ ենք, որ հասկանում եք, բարձրաձայնում եք։
Եվ հետեւաբար այո, իսկապես, եթե դա փոխկապակցված է մարմնի հետ, հուզական դաշտի հետ, տրամադրության հետ, իսկ չնայած թռիչքից դու հոգնում ես, միջև գնում ես, միջև տեղավորվում ես եւ ասում են դե եկեք իջնենք, դե ոչ, ես հյուրանոցի համային կծանոթանամ միջև։ Իդեպ այդ տրամաբանության վերջերս մեր տղաներն են արդեն, ինչպես գիտեք, այսպես Հայաստան եկած մի ընկերությունում հայերն են նաեւ ներկայացված, հարցրեցի, ասի ողջևորված էլի, ես էլ մտածեցի, այս ամենտեղ այս մարդիկ գնում են բավական երիտասարդ են, ձեր նման, ասես երեխեք լավ աշխարհը տենում են, ասեց մենք դեռ ոչ մի տեղ այս օտանալից, նույնիսկ այսպես դուրս չենք եկել։ Որպես օրինակ 3 անգամ Փարիզում եղել ենք եւ իրան աշտարակ չենք բարձրացել։ Այո, տեսել ենք այսպես։ Այո, տեսել ենք, բարևոտ։ Մոտը եղել ենք, բայց չենք բարձրացել։ Բայց չենք բողոքում, որովհետեւ մենք գնացել ենք հատուկ նպատակով մեր աշխատանքը անելու եւ հայ մշակույթը ներկայացնելու, ինչը հուսամ բարձր մակարդակով կատարել ենք։ Այ խոսեցիք մեր հյուրախաղերից արտերկրում։ Դրսից ինչպիսի արձագանք է ստանում մեր բեմերում, հաճախ տեսնում ենք նաև այսպես փորձի փոխանակում, թերևս դրան ասենք, ձեր գործընկերների հետ շփումներ Հայաստան հաճախ են հրավիրվում այլ ասամբլներ, այսպես որպես ոլորտի մարդիկ եմ հարցնում հարցը, ոչ թե Երևի այլ անսամբլներից երևի վրացական Սուխեշվիլի անսամբլն է, որ ավելի հաճախ է լինում այստեղ, բայց որպես փորձի փոխանակում կարող եմ նշել մեր անսամբլի համար վերջին փորձի փոխանակում հենց այդ չինական պարն է եղել, որ հենց չինական, այսպես ասած, իրենց ազգային բալետի պարուհին էր, իսկ իրենց ազգային բալետը դա միայն այդպես պուանտներով բալետը չէ, իրենց հենց պարը, ազգային հագուստով պարը անվանում են ազգային բալետ եւ փորձի փոխանակումը վերջին կարող եմ ասել երևի թե դա էր, որ ինքը հենց չինուհի էր, եկավ եւ մեզ ամեն սովորեցրեց եւ մեզանից էլ ինչ որ բան ինքը սովորեց, կարծում եմ։ Բայց այնց հատուկ փորձի փոխանակում, որ ասեմ, այդպիսի բաներ քիչ էին։ Հայկական վերջին շրջանի այսպես արարողություններին հարսանեկան նշանադրության հաճախ ենք տեսնում, հայկական այսպես պարեր են ներկայացնում, դուք հրավիրվում եք կամ մասնակցում եք, այսպես տեսնում եք, էլի միջոցառումներ, որտեղ ներկայացում է ազգային պարը։ Չէ, եթե նկատի ունեք անսամբլը, որը ներկայանա, ոչ, ներկայացուցիչները ձեր լինում են այդպիսի արարողություններին, օրինակ, մասսայականացման իմաստով եմ ասում։ Ոչ, որպես անսամբլի արտիստ կարող է առանձին իրենք պարեն, ելույթ ունենան, բայց հենց անսամբլը որպես այդպիսի նմանատիպ արտիստների չի ներկայանում։ Ձեր բարձունքում եք մնում չեք էլ այսպես մասսայական միջոցառումներում։ Իսկ մոտ ծրագրերի մասին եկեք խոսենք անսամբլի, ինչ է սպասում, այսպես մայիսի 14-ի համերգից հետո նշեցիք, որ կարևոր իրադարձություններ կա, շրջագայությունների տեսքով։ Ճիշտ ասած, կան պլաններ շրջագայությունների տեսքով, համերգների տեսքով, բայց չենք կարող այդպես օջակերտները բացել, կարծում ենք հետագա ելույթ որ գան ունենալու ենք նաև այդ թեմայով այստեղ զրուցելու, իսկ ձեզ հաջող աշխատանքային օր վստահ եմ հիմա բազելու եք պարապմունքներին, այսպես փորձին։ Շնորհակալ ենք, որ վաղ առավոտյան եկաք եւ որ սկսեցիք մեզ հետ, ձեզ հաջողություն ենք մաղթում մայիսի 14-ին եւ շնորհակալություն հայտնում մեր հեռուստադիտողներին մեզ հետ միանալու համար։ Լույս առավոտին այսօր ավարտում է իր աշխատանքները, կհանդիպենք վաղը 9:30-ին։ Վայելեք հաճելի երաժշտությունն ու մնացեք կենտրոնի եթերում։ Ցտեսություն։